Նախ մինչև բուն հարցին անցնելը, ասեմ, որ ձեր ելույթի ընդդիմություն եւ իշխանություն առճակատման իրական պատճառը ոչ թե ժողովրդի քվեարկության հետ չհաշտվելն, այլ Արցախի էթնիկ զտման եւ Հայաստանի օկուպացված տարածքների։ Դրան ավելի մանրամասն իմ ելույթի ժամանակ կանդրադառնամ։ Մինչ այդ հարցս հետեւյալն է, շատ պարզ եւ հստակ։ Իբրև ազգային ժողովի նախագահի թեկնածու կարող եք հայտարարել եւ երաշխավորել, որ ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով եւ որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնել։ Շնորհակալություն, ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 20743 կիլոմետր քառակուսի է եւ դա լիակատար եւ անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի կառավարության հայտարարված ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո եւ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում։ Ինչ վերաբերում է այլ հարցերին, մյուս հարցերը ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետեւ կանոնակարգը թույլ տալիս է անել որոշակի ոնց ասեմ, օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա պահանջում է հանրակրվել։ Շնորհակալություն։ Արձագանք չունեք։ Ճիշտ է, ինչի չունեմ, չհասկացա օպտիմալացում ինչա նշանակում տարածքների, բայց ընդհանրապես արձանագրենք, որ շատ հստակ, պարզ, ուղիղ հարց եմ տալիս։ Եվ ամենևին պատահական չի, որ Տիգրանաշենի մասն եմ հարցնում։ Տիգրանաշենը մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ է։ Հիմա ձեր ասած Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը կա, թե չէ։ Ու նորից եմ կրկնում, պարոն Ռուբինյան, պատահական չի, որ հարցնում եմ։ Եվ սահմանագծման, սահմանազատման, անկլավների անվան տակ այն խոսակցությունները, որ պատրաստում եք հանձնեք Տիգրանաշենը, կարող եք ժխտել, թե ոչ։ Շնորհակալություն, պարոն Սաղաթելյան, օպտիմալացում տեսականորեն նշանակում է, երբ որ օրինակ կողմերը որոշում են փոքրիկ սահմանազատման շրջանակներում ինչ-որ փոքրիկ փոփոխություններ անել, որպեսզի համարժեք, որպեսզի օրինակ, չգիտեմ, սահմանային գյուղերի օրինակ կյանքը չխաթարվի կամ ռելիեֆը հաշվի առնեն եւ այսպես շարունակ։ Եվ ուշադրություն դարձեք, որ սա ասում եմ, ես ասում եմ զուտ տեսական։ Այդ հարցը չի քննարկվել սահմանազատման հանձնաժողովների միջև։ Ես ասում եմ, որ այդպիսի հնարավորություն կա, տեսականորեն այդպիսի հնարավորություն կարող է լինել նաև անկլավների հարցով։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքին, ես կարծում եմ բոլորին հայտնի է, որն է այդ տարածքը եւ այդ տարածքը քառակուսիով, այսինքն այդ տարածքի չափսը 20743 կիլոմետր քառակուսի է եւ դա հանրահայտ փաստ է եւ դա չի կարող լինել մեզ համար քննարկելի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։